Բայսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորից վրա, ամեն։ Այսօր սենց տեսիլքի քարտեզի վրա պահելով կանեմ եթերը, թող ամեն բան լինի Աստծո կատարյալ կամքի մեջ ու Աստծո վերահսկողության մեջ։ Սիրելի Հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը։ Խնդրում քո այսօրվա թարմ ու նոր օծությունը։ Խնդրում քո ողջորությամբ իջիր մեր վրա։ Օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգին շարժվի ու ամեն բան ինչ որ քեզանից է արձակված լինի մեր ամեն իրավիճակների վրա։ Ես տեսիլքիդ իրականացումը հանձնում քո ձեռքերի մեջ։ Այն ինչ որ աննարին է մարդուն հնարավոր է քեզ կենդանի Աստված։ Սա այն է, ինչ որ դու ինձ ասել ես, որտեղ ոչ մի մարդկային ուժ իր հնարավորություններով ի զորու չի այս տեսիլքը կատարելու ու այս սահմաններով Հայաստանը հարություն տալու։ Բայց դու տերերի Տերն ու արքաների արքան ես, ամենակարող ու ամենազոր Աստվածն ես, որ ամեն մեռած բան հարություն ես տալի։ Դու ես, որ ժամայել ես Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին, Վրաստանին բաց թողելու Հայաստանի տարածքները, որը ամբողջությամբ վերաձևավորված ստացվեց այս Հայաստանը։ Դու ես, որ Ռուսաստանին սրանից հետո ասեցիր բաց թող Հայաստանը։ Տեր, այս երկրերը լսել են ուղերձը քեզանից ու իրանց որոշումն են կայացրել իրանց կամքի հետևից գնալու, ոչ թե քո կամքը կատարելու։ Այս բոլոր երկրերին ես հանձնում քո ձեռքերի մեջ, քանի որ իրանք անարգել են քո կամքը ու քո խոսքը։ Դու արդար դատավոր ես, քեզ օրնողին օրնում ես, քեզ անարգողին անարգում ես։ Քո խոսքը լսողը, կատարողը օրհնված է քո կողմից։ Քո խոսքը լսողը, անարգողը անիծված է քո կողմից։ Ժամանակն է, որ դու ցնցես այս երկրերը ու բերես քո արդարությունը այս երկրերի մեջ, որոնք հակառակված են քո կամքին։ Ժամանակն է արդարությանը հրեշտակները արձակես ու այն տարածքները, որը Հայաստանն է, ինքդ քո զորությամբ ազատես գերությունից, ցույց տալով բոլորի վրա քո փառքը, ցույց տալով բոլորի վրա քո կամքը, որը բարձրյալի կամքն է, որը անսասան է ու վերջնական է, որի առաջ պետքա բոլորը խոնարհվեն, որպեսզի լինեն օրհնության մեջ, որտև հակառակվելու դեպքում անեծքի տակ են։ Հայր, ես բոլորի վրա կանչում եմ քո արդար դատավճիռը։ Երկրերը, որոնք լսում են ու անարգում են քո խոսքը, ու երբ որ դու ուշացնում ես քո դատաստանը, իրանք մտածում են, թե դու սրա մեջ չկաս։ Մտածում են, թե դու մի բան ասեցիր ու մոռացար։ Մտածում են, թե երբ որ դատաստանը իրանց վրա ուշանում է, նշանակում է այլևս չի կատարվելու։ Բայց ես բոլորին տալիս եմ քո ձեռքերի մեջ։ Ու հատկապես ես Ադրբեջանի վրա կանչում եմ քո արդար դատը։ Ամեն մի բան, որ այս երկրի միջոցով ծրագրված է քո կամքի դեմ, Հայր, ես հանձնում եմ քո վերահսկողության մեջ ու քո Սուրբ Հոգու կրակն եմ արձակում այս երկրի վրա, որպեսզի մոխրանա ամեն դիվային ծրագիր քո կամքի դեմ ուղղված։ Ամեն բան Ադրբեջանում, որ ծրագրված է Հայաստանի դեմ ու քո կամքի դեմ, թող հարյուրապատիկ վերադառնա իրանց երկիր ու իրանց կենտրոնների վրա արձակված լինի իրանց ծրագրերը։ Թող գա քո Սուրբ Հոգու կրակը խավարի գործերի վրա ու ամեն դիվային ծրագիր, որ ծրագրված էր քո կամքի դեմ ու Հայաստանի դեմ, մոխիր դառնա, առ ոչինչ դառնա, ավերակ դառնա։ Թող խառնաշփոթը սկսի իրանց մեջ, որ մինչև այսօր մոլորության մեջ են եղել ու անարգել են քեզ, որ սուտ աստվածների հետևից են գնացել ու իրանց մահվան հրեշտակն է իրանց ղեկավարել։ Ես կանչում եմ քո արդար դատը մահվան սուտ աստվածների վրա,
որ այս երկրում իշխում ու տիրում է ու մարդկանց պահում է գերության ու մոլորության մեջ։ Թող ջարդ ու փշուր լինի այս երկրում ամեն բան, ինչը որ դիվային է, ինչը որ կուռքերից է, ինչը որ իսլամական սուտ աստծուց է։ Սուրբ Հոգու զորությունը թող իջնի այս երկրի վրա։ Քո կրակը թող իջնի ու մոխրացնի ամեն դիվային ծրագրերը։ Թող քո լույսը իջնի ու խավարը բացահայտվի ու հետ շպրտվի։ Թող Սուրբ Հոգու կրակը բորբոքվի, որ ամեն սուտ բան ջրի երես դուրս գա ու մոխրանա քո Սուրբ Հոգու կրակի մեջ։ Ես Ադրբեջան պետությունը ամբողջությամբ հանձնում քո ձեռքերի մեջ, քո արդար դատաստանը իրականացնես իրանց վրա, որ մինչև այսօր հակառակ են գործել քո կամքին ու հարձակվել են քո կամքի վրա, քո որոշված երկրի վրա, փորձելով վերագրել իրանց բաներ, որ իրանց չի պատկանել։ Ժամանակն է, որ լույսը առանձնացնես խավարից։ Ժամանակն է, որ բոլոր ազգերը իրականում տեսնեն ում հետ ես դու ու այս տարածքը ում համար ես դու որոշե։ Ժամանակն է, որ դու այս տարածքի համար ինքդ պատերազմես ու բոլոր ազգերը տեսնեն, որ սա քո որոշված երկիրն է, որը դու բարձրացնում ես Բաբելոնի դեմ պատերազմի համար, ու ազգերի համար թող սա լինի հասկացողություն, որ տեսնեն իրականում քո ձեռքը Հայաստանի վրա, որ դու Հայաստանի հետ ես ու քո կոչումը, որ դրել ես մեր վրա, ինքդ պաշտպանում ես, ինքդ առաջնորդում ես, ինքդ օրհնում ես, ինքդ վերահսկում ես ու քո կամքի դեմ դուրս եկողին անպատիժ չես թողում։ Ցույց տուր բոլորին քո զորությունը, ցույց տուր բոլորին քո փառքը, որ հանգչած է Հայաստանի վրա։ Օրհնությունդ Հայաստանի վրա արձակիր, Հայաստան, որը կանգնած է քո կամքը կատարելու համար, քո կամքը կատարողներին դու ես օրհնում, քո կամքը անարգողներին դու ես անիծում։ Ցույց տուր, որ դու արդար դատավոր ես, ճշմարիտ Աստված, տերերի Տերն ու արքաների արքան, ու քո փառքը ցույց ես տալի բոլոր ազգերի վրա, ովքեր որ լսել են, հնազանդվել են, քո կամքին միաբանվել են, օրհնիր իրանց քո զորությամբ, ովքեր որ քո կամքը լսել են, անարգել են, մերժել են, իրանց կյանքի վրա ցույց տուր այն անեծները, որ իրանց որոշման պատճառով բերում են, ու թող քո արդար դատը բոլորին զգաստացնի, սթափեցնի, որ բոլորը խոնարհվեն քո կամքի առաջ ու փնտրեն քո կամքը կատարելը, ոչ թե սեփական ցանկությունների հետևից գնալը։ Ես նույն ձևով հանձնում եմ քեզ Ամերիկային, որը իմանալով քո կամքը, եթե գիտակցորեն գնում է քո կամքի դեմ, ինքը հասկանալով քո ճանապարհները, իմանալով, որ դու ճշմարիտ ու միակ Աստվածն ես, եթե գիտակցորեն այսօր Ամերիկայի ղեկավարությունը մերժում է քո կամքը, արդար դատաստանը իրականացնես իրանց վրա։ Բայց եթե իրանք կատարում են քո կամքը, ու սա այն ճանապարհներն է, որ իրանք այս ճանապարհներով են իրականացնում քո կամքը, որ վերջնական այս Հայաստանը հարություն առնի, ուրեմն օրհնությունդ իրանց վրա լինի ավելի զորավոր ձևով։ Սրտեր քննող Աստվածը դու ես, ամեն բան քո աչքի առաջ է, ոչ մի բան քեզանից ծածուկ չի մնում, որևէ մեկի նենգ մտադրությունները չի հաջողվելու, բայց եթե առաջնորդությունը քեզանից է ու բացահայտորեն չի երևում այն ընթացքը, որով որ քո տեսիլքը իրականանում է, իրականացրա քո կամքը ոնց որոշել ես, քո զորավոր ձեռքով, քո որոշված երկրերի միջոցով, քո տեսիլքը իրականություն դարձրա, ու թող բոլորը տեսնեն քո ձեռքը, քո կամքը, քո օրհնությունը, որ տեսիլքիդ վրա է, քո ժողովրդի վրա է, Հայաստանի վրա է։ Փառք քեզ ամենակարող Աստված, որ դու ես, որ միջամտում ես իրավիճակների մեջ ու բոլոր սատանայի խորհուրդը զրոյացնում ես, ու քո փառքը ծածկում է Հայաստանը,
ու Հայաստանը հարություն է առնում մոխիրներից քո զորությամբ ու բոլորը տեսնում են, որ դա Հայաստանի կարողությունը չէր, այլ Աստծո զորությունն էր ու Աստծո խոստմունքի իրականացումը իր խոստացած երկրի վրա։ Հայր, քո օրհնությունը Հայաստանի վրա, որ ամեն մեկը Հայաստանում ճանաչի քեզ, որ ամեն մեկի սիրտը վառվի քեզանով, որ ամեն մեկի սիրտը լցված լինի քո սիրով ու ամեն մեկը ծարավ ունենա քո սերը ազգերին տանելու, ոնց որոշել ես Հայաստան երկիրը ազգերի օրհնություն դարձնելու համար, մցրակ այն կոչումի մեջ, ոնց որոշել ես, քո արթնության անձրևը Հայաստանի վրա, ապաշխարությունը, որ մարդիկ գնացել են ուրիշ տեսիլքների հետևից, ուրիշ ծրագրերի հետևից, անարգելով քո կոչումը, հարություն տուր քո կոչումը ամեն հայի մեջ, որ ամեն հայի սրտի փափագը լինի այս Հայաստանը, որը քո տեսիլքն է, որը քո կամքն է, որը քո զորավոր ծրագիրն է այս վերջին ժամանակներում ամբողջ աշխարհով մեկ, օրհնությունդ, տեսիլքդ միաբանվողների ու կատարողների վրա ամբողջ աշխարհով մեկ Հիսուսի զորավոր անունով, ամեն։